Հայաստան համահայկական հիմնադրամն իր սոցիալական ծրագրերի միջոցով բարելավում է հասարակության սոցիալ-կենցաղային պայմանները, ստեղծում բարենպաստ պայմաններ աշխատանքային գործունեության և գործարար ակտիվության համար, նպաստելով սոցիալական ոլորտի աշխատուժի ձևավորմանն ու զարգացմանը։ Հայաստան համահայկական հիմնադրամը World Vision Հայաստանի հետ համագործակցությամբ սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին։ Շահառուները ստացել են սոցիալ-հոգեբանական աջակցություն, իսկ երեխաները հաճախել են World Vision Հայաստանի ցերեկային կենտրոններ։ Այստեղ հոգեբաններն ու խմբակավարները նրանց հետ աշխատել են օգնելով հաղթահարել տեղահանման հետևանքով վերապրած սթրեսը և վախերը, նպաստելով նրանց սոցիալական ինտեգրմանը։ Համագործակցության արդյունքում անցկացվել է նաև ամառային ճամբար, որի շրջանակում 240 երեխա 7 օր անցկացրել է հանքավանում։ Շահառու, Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներ։ Մարզեր, Արագածոտն, Տավուշ և Սյունիք։ Շահառու, 325 երեխա, 300 մեծահասակ։ Ծրագիրն իրականացվել է Հայաստան համահայկական հիմնադրամի ԱՄՆ-ի տեղական մարմնի ֆինանսավորմամբ։ Բյուջե՝ շուրջ 83 միլիոն ՀՀ դրամ, 200,000 ԱՄՆ դոլար։ Արդեն 5 տարի է, ինչ Էջմիածին քաղաքում գործում է Երջանկության ճանապարհ ցերեկային խնամքի կենտրոնը։ Այն Հայաստան համահայկական հիմնադրամի սոցիալական աջակցության յուրահատուկ ծրագրերից է, որի նպատակն է աջակցել մտավոր խնդիրներ ունեցող չափահաս անձանց։ Այստեղ գործում են նաև կարուձևի և հացաբուլկեղենի արտադրամասերը, շահառուների առօրյա զբաղվածությունը, ներառյալ ֆիզիկական, ստեղծագործական և մտավոր ներուժի զարգացումն ապահովելու համար։ Շահառու 25։ Ծրագիրն իրականացվում է Հայաստան համահայկական հիմնադրամի ԱՄՆ-ի տեղական մարմնի ֆինանսավորմամբ։ Բյուջե՝ շուրջ 41 միլիոն ՀՀ դրամ, 100,000 ԱՄՆ դոլար։ Հայաստան համահայկական հիմնադրամի և կանանց աջակցման կենտրոնի համատեղ ծրագիրն արդեն 5 տարի է, ինչ ձեռք է մեկնում ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաների։ Շահառու 4670 կին։ Ապաստարաններում բնակվող շահառուներ 406 կին և 670 երեխա։ Ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակում օղակ հասարակական կազմակերպության հետ համատեղ անցկացվում են նաև կանանց զորացման թեմայով դասընթացներ Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևանում բնակվող կանանց իրազեկվածության բարձրացման նպատակով։ Շահառու 118 կին, մարզեր՝ Տավուշ, Արագածոտն, Գեղարքունիք, Երևան։ Ծրագիրն իրականացվում է Հայաստան համահայկական հիմնադրամի ԱՄՆ-ի տեղական մարմնի ֆինանսավորմամբ։ Բյուջե՝ շուրջ 472 միլիոն ՀՀ դրամ, 1 միլիոն ԱՄՆ դոլար։